Երգիր չի, կառավարիչներն է կառավարիչ չեն։ Աշխատանք չկա, գործ չկա, մարդիկ վատ են ապրում։ Մեր քաղաքում ոչ մի բան չի արվում։ Նայ այսենց կարաս հաշվես, մարդ չկա։ Մատներով հաշվես։ Օրեցօր ժամե պակսում է։ Ճիշտ է դա։ Պատճառը դե ինչից կլի, թող իրանք հասկանան, ինչից կլի պատճառը մարդ չի մնում։ Մեր շեֆերը, մեր ղեկավարությունը, մեր ինչ ասած, ունենք ղեկավարներ, ունենք, խիչ ունենք, այն լավ կառավարում են, որ մարդիկ փախչում են։ Ասեմ, ինչ ասեմ։ Ճիշտ է, որ ասում ենք, չի անցնում, ում ասում։ Իսկ պետք է Հայաստանից շատ հայեր ընդեղել են, գուցե քաշվենք Մոսկվա կամ Ռուսաստան, քան ստեղ։ Մեր փողոցում 60 տուն է, 30-ը մարդ չի ապրում, ու չի ապրել ուժը քանի տարի է։ Ինչ է գնացեք տները քանդված, գրիշը մեկը չկա, մեկի պատերը չկա, իրանք էլ չկան։ Սա պրոստը գրեզ ոնց է, հիմից է մտածված հայացափությունը Հայաստան, թե ինչ-որ, թե սա մի բնություն է ստեղծվել, որ գնում են բոլորը։ Աշխատատեղից չկա, փողը չի երիքım, երեխեքս են բողոքը, մամ ինչ անենք, մամ ոնց անենք, շորն էլ աթանք, ուտելիքն էլ աթանք, լավ ապրելու համար, մեկ աղջիկս ասում է, մամ, երեխեքը քաղցր են ուզում, բա մենք չենք ուզում, մենք է մեծ ենք, մամաս 90 տարեկան է, պահում եմ իրան, մեծ չի, նպաստ է չի ստանում, շտթոշակը չի բավականացնում, դե շորը մեծ ենք, կարանք մի շորը հարել ենք մի 20 հատ, կարանք ամբողջ կյանքը հագնենք, բայց այս երեխեքը ամեն օր թանկացումներ են։ Ինչ չտա, մտնում ես խանութ, դեխում կանֆետ ես առնեմ 3000 դրամ է գնամ։ Վեկալացը թեշում բանա։ Սոկա կանֆետա։ Շատ թանկ է։ Ուտելիքը թանկ է։ Շատ դժվար, ոնց պետք է ապրեք։ Գնում եք բանկից փող եք վերնում, բերեմ խանութ տալու ու հաց վերնում եք հաց ուտեք։ Էտա։ Որտեղ եք աշխատում։ Ես Ռուսաստան եմ աշխատում։ Շինարարության վրա։ Այստեղ չկա աշխատանք։ Փորձել եք գտնել այստեղ։ Ստի փորձել եմ, բայց գործ չեն տալիս ստի։ Ինչի։ Ես 20 քանի տարի ես դուրս եմ գալիս, երևի դա խաթի գործ չեն տալի։ Ստի որտեղ Ստեփանավան։ Փող չկա, գործ չկա։ Հեսա նովի գոդ անում եմ ու գնում եմ Ռուսաստան։ Ելեմա որ մի 2 տարի չեմ գալի։ Այս տարի մի տարի 6 ամիս ընդեղ եմ եղել, Սևերն, Բարենցովյապին։ Փող ենք աշխատում, էլի ասֆալտ ենք անում, հա, կաֆել ենք շարում, ինչ ենք անում։ Փողերը չենք կարող բերենք, որովհետև զապրետ են դնում, չեն թողում շատ բերենք, ուղարկում ենք, դե իրանց օգուտա որ բանկով ուղարկենք, տոկոսները մնա իրանց։ Իսկ ստեղ փորձել եք աշխատանքը գտնել։ Ստեղ։ Հա, հրես աշխատանքը։ Էսա նկարեք, որ հայատներս մաքրեմ, գոմերը մաքրեմ, խոզմոս առնենք, գոջիմոջ կոմովը պահենք, ինչ աշխատանք։ Հա ես վիքս անաստաբուժեմ, հա ուժեղ լավ է սրոկ ունեմ, այդ խոզանոցում շատ եմ աշխատել, սկանում եմ խոզիցը, մերուններ եմ պահում, մայրեր եմ պահում, հա գոջին վաճառում եմ, որն էլ չեմ վաճառում, եթե մարդը գալիս ասում 2 հատ գոջի տուր, ասում եմ մինը փողը տուր, ես մինը քեզ նվեր, որ սաղին ասեմ մի բաղուր ով կառնի։ Պետք մի քիչ ներս հետը յոլա գնաս, փող չկա։ Մարդը ընտանիքը թողում է գնում աստինի վրա, ամեն որ ասենք մեր այլ երկրներն էլ չեն արդեն, մեկը ոնց որ ինա տենանում ու առաջ կյանքը տենց բան չկար։ Օրինակ ես միայնակ կին եմ, ինձ չի տալի նպաստ, տուն է չունեմ, վարձով եմ ապրում, այս ավելի շատ այդքան վարձով չէ, ինչքան ծանոթ մարդա ապրի իր արևը տվել է, բայց ես սկի նպաստ չեմ ստանում, լպատկերացրեք, հիմի աղջիկս աշխատում է, այն մի աղջիկս ամուսնացած է, նայել է օգնում, նայել է, պատկերացու ինչ չօգնեն, ես ինչ կլնեմ, երեխեքն են օգնում, այդպես։ Մեր վիճակն էլ չի վիճակ, շատ վատ է մեր վիճակները, թոշակառուներից, ոչ մի լավ բան չկա, որ մի թոշակառույթուն մտան տենան ոնց է ապրում, քիչ է բան, 58,000-ի չա փողա, 45 տարի Արչին բանկում եմ աշխատել, գլխավոր հաշվապահ, այդքան է, դե ապրում եմ, սենց ապրում եմ էլի, աղջիկեքս ամուսնացած են, դա թորնուր են, նրանքին մեկ, գալի օգնում։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ ասում էր Փաշինյանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակը 50%-ով լավացել է։ Շատ, 50 չէ, բայց եմ 100 էլ ասի։ Ինչով է լավացել, լա թողասի ինչով է լավացել, գները բարձր, չես կարում խանութ գնալ, գնացած ծեր
Ինքան որ գոյությունն է պաշտպանում ենք ուրիշ ոչ բան։ Այն ամեն քայլը ասում է, որ սենց այն, նենց այն, նենց ասենք, լավ կլինի թոշակը չեմ ավելացնեմ, բայց 20% քարտով, մտոն փող ամենը որ քարտով էլ անենք։ Առևտուրա գալիս են փողոցը, ում ասես այն քարտը կամուվ կանի, կա խանութքի քարտային սիստեմա էլ չկա։ Հա, այն լավ էլ փոխվեց էլի դեպի վատը։ Դեպի վատը փոխվեց, ոչ մի լավ բան չկա, ոչ մի լավ բան, ոչ մի լավ բան։ Չգիտեմ, կյանքը կյանք չի։ Օրինակ դուք ինչ կուզեք որ փոխվի։ Կուզեմ կյանքը էժանալի, որ գնաս խանութ, գիտենաս, որ 2000-ով, 3000-ով գնացի մի բան, 5 էլ տանես, 10 էլ տանես, ոչ մի բան չես բարը։ Բայց չի հետևում ես քներին։ Ահա որ քնելա։ Բալքին փոխվի։ Մարդիկ փող չունեն։ Ջանի մարդը գալիս է, նա էլ մեղավոր չի, նա երևից են խեղդում, որ փողերը բեր։ Նա ասում է չունեմ, դե չունես հաջողություն։ Փակվեց։ Արդեն 80 տարեկան մարդ է, ես ապրել եմ այն ժամանակ, որ ասենք մարդը էլ է, իրար հարգանք, պատիվ, օրենք, ամեն ինչով եղել ախպեր, որը մի ասենք լավ բանի հիմար չենք մնա, բայց հիմա տենում ենք, որ հեշմ է, քաղաք է, Ստեփան Շահումյան ունենք, ամեն ինչ ունենք, բայց հետո ասում են տուրիստ մի անգամ գալիս ասի, նայում այլ մյուս անգամ է չի գա, որովհետև ղեկավարությունը չկա, այն չի, առաջ բանը չի, մի փոքր, մի քիչ որ, ոնց ասեմ, հոգ ստանեն քաղաքի մար, քաղաքը լավ կլի, մարդիկ ճանապարհ չկա, ոչ մի ինչ սկսենք որ ասենք, այդ դրա մեջ չեմ ուզում вообще խոսամ։ Այս ճամփի հարցն է, սա փոշի է, այս դիմացի ճամփ է։ Ամառը вообще ասեք փոշի է, չիննեմ։ Հա, Այստեղ ի՞նչ են արել։ ով գիտի։ Էդի ակ կիմանա։ Ոչ փողոցնա փողոցի նման։ Այն օրը ստեղ ընկա։ Սա վիճակ է, սա վիճակ չի։ Երկու անգամ փողոցը ընկել եմ։ Քանի տարի է սա ասֆալտապատ։ 30 տարի, եթե ոչ ավել։ Երկրաշարժից։ Հայրանի բախտը։ Հա, մենակ է ժամանակ են արել։ Գույն էս փողոցը կարգավորեն։ Չեն կարան ոչ խանութ գնանք, ոչ բան անենք, տենց կլի։ Էս պետք անպայման գույն է էս փողոցը կարգավորեն։ Այս որ փողոցն է անունը։ Մաքսիմ Գորկի։ Դե ուշադրությունը գալիս է վերևից։ Ես ոնց կարամ հուշեմ, ասեմ, սենց անենք կամ այնց դա ոչ ինձ լսող կա, ոչ էլ կազմակերպող կա։ Արդյունք չկա, արդյունք։ Բայց մենք ժողովուրդը ոնց ասեմ, չի, ով էլ գալիս ասում ոնց եք ստեղ մնամ, ինչ եք անում, ես ոնց եք մնում։ Իրոք հրաշքով ապրում ենք էլի։ Սրոկա գնեմ այլ, ասում, այդքան բան։ Կարամ ասեմ ձեզ, դե դեպի լավը